Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 23-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Պատիվ է եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար, նշել է Փաշինյանը։ Իհարկե կշարունակեմ դա, նկատի ունեցեք, որ սա եվրոպական քաղաքական համայնքի հիմնադրումը եղել է Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականին, հիմնադիր հավաքը Պրագայում 2022 թվականի հոկտեմբերին է եղել, այսինքն աշնանը, հետագայում որոշել են տարին 2 անգամ գարնանային և աշնանային գագաթնաժողով անցկացնեն, մի անգամ անց են կացնում Եվրամիության անդամ երկրում, մի անգամ անց են կացնում ոչ անդամ երկրում։ Եվ հիմա այնպես է, որ Ալբանիայում անցկացվողը 6-րդ գագաթնաժողովն էր, 7-րդը, այսինքն աշնանը կանցնի Դանիայում, արդեն Եվրամիության անդամ երկրում, 8-րդը, որը կլինի Հայաստանում եկող տարի գարնանը, արդեն կլինի Եվրամիության ոչ անդամ երկրում։ Իհարկե, այստեղ հարց է առաջանում, որ Հայաստանում դա շատ լուրջ միջոցառում է, դրա մասին չի խոսքը, բայց արդեն իշխանությունների համար գնաց նախընտրական քարոզչության լավագույն տարբերակը, որ մեր ժողովրդավարության, մեր եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու և հիմի կգնան կցնդացնեն մեզ մի տարի, ամբողջ նախընտրական քարոզարշավը դրա վրա կտանեն, անգամ կարժեզրկեն այդ կարևոր միջազգային ֆորումը, որը անցնելու է Հայաստանում, ու դա իսկապես մեր երկրի համար շատ կարևոր է, որովհետև ինչի եմ ասում, որ անիմաստ է նման բառեր շռայլել, շարունակությունը կարդանք։ Նիկոլ Փաշինյանը հավելել է. Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Ինչու համար սա ասեցի։ Նրանք, ովքեր որոշում են սարքեն Հայաստանը արդեն ժողովրդավարության փարոս և մեկ էլ Եվրամիության արժեհամակարգ կրող, նշանակում է այդ բոլոր խոսքերը վերաբերվում է նաև Ադրբեջանին։ Դուք գտնում եք Ադրբեջանն էլ է ժողովրդավար ու եվրոպական արժեքներին հավատարիմ ճանապարհաբռն է դեպի Եվրոպա։ Այսինքն չշտապեք Հայաստանին գովել մի բանի համար, որը ուղիղ վերաբերվելու է նաև Ադրբեջանին, որովհետև փոխադարձաբար պայմանավորվել են, այս սա է, երբ որ ասում էին Տիրանայում ինչ էին Փաշինյանն ու Ալիևը խոսում Էրդողանի միջնորդությամբ, Հայաստանը նախապես դե որ աշխատանք էր տանում, որ անցկացվի Հայաստանում, Ալիևից էր կախված, որ Ալիևը համաձայնվեր, Հայաստանն էլ համաձայնվեր 28 թվականին Բաքվում անցնելը։ Քանի որ նախորդ ֆորումը բավական մեծ միջազգային COP29-ը անցել էր Ադրբեջանում, որոշել են, որ 26 թվականին Հայաստանում լինի, 28 թվականին Ադրբեջանում։ Իսկ այդ պարագայում մենք հասկանում ենք, որպեսզի Ադրբեջանը համաձայնվեր, հարցը առաջանալու Ադրբեջանը մասնակցելու է Հայաստանի միջոցառմանը, թե ոչ, եթե չի մասնակցելու, Հայաստանն էլ կարող է այնտեղ չմասնակցի։ Այսինքն իրանք հույս ունեն, որ մինչև 26 թվականի գարուն նորմալ հարաբերություններ կլինի, թե Ադրբեջանը ուղղակի կբոյկոտի այնպես, ինչպես COP29-ը Հայաստանը։ Բայց և միևնույն ժամանակ պետք է ուշադրություն դարձնել, որ սա այս լավ միջոցառում է, այս ամբողջ տարին իհարկե փորձելու են ամեն ինչ անել, Ադրբեջանը զիջումների դրդի Հայաստանին տես, հա, այնպես չանես, որ ասենք այս որտեղ են անցկացվում, բայց և միևնույն ժամանակ եկող տարի ամռանը լինելու է արդեն խորհրդարանական ընտրությունները, եթե նախորդը եղել է հունիսի 20-ին, հաջորդը, այսինքն սա պետք է լինի մի քիչ ավելի շուտ, որովհետև նախորդ գումարումը լիազորությունները եթե նույնիսկ ավարտվի, նա պետք է ժամկետը չանցնի, որպեսզի իշխանությունը հանձնի, անիշխանություն երկրում լինել չի կարող։ Այսինքն նշանակում է հունիսի 20-ից առաջ պետք է լինի նախորդը, համարենք պայմանականորեն հունիս ամսվա սկզբին, օրինակի համար, դա նշանակում է այս ֆորումը, որը որ մայիսին անցնում էր
Տիրանայում, Ալբանիայում, եթե Հայաստանում էլ պայմանականորեն անցնի մայիսին, քանի որ այս ամեն ինչի նախաձեռնողը նաև Էմանուել Մակրոնն էր, բնականաբար դա Հայաստան կգա, Հայաստանի Ֆրանսիան բարեկամ երկիր է, եւ պատկերացնում եք, թե այդ ամբողջը ինչ նախընտրական քարոզարշավի կծառայի մեր երկրում, եւ բնական է, որ այն կարևոր որ միջազգային այդ կարգի միջոցառումը Հայաստանում ասում տեղից արդեն կարևոր է, բայց դա ուղղակիորեն ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը, դրա համար մենք պետք է շատ ուշադիր դրանք իրարից տարանջատենք եւ բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը արդեն հասկացավ, որ մեկ այդ նույն բանը մենք կիմանանք, կասենք, էդ ինչ մի բարդ բան էր, ինքը հասկացավ, իսկ սկզբեն է ասես, սա փոխադարձ պայմանավորվածություն ա եղել Ադրբեջանի հետ, նենց որ ասել ենք դու օգնի մեր մոտ անցնի, մենք էլ կօգնենք քո մոտ կանցնի, վերջ։ Այնպես որ ավելին սրան եւ շատ դեպքերում որ ասում են, բա լավ, ինչ քաղաքական որոշում կայացվեց, ինչպես տեսակ Ադրբեջանը Տիրանայի հանդիպումից հետո որ թվում է թե ինչ որ բան էին պայմանավորվել, ավելի ակտիվացրել էր, ավելի կոշտ դիրքորոշումով, ավելի պահանջատիրական դիրքորոշում ա խոսում, մի միլիմետր իր հռետորաբանությունից չի զիջել։ Բացի դրանից մեր սահմանամերձ բնակավայրերի օդում լավ էլ կրակում են, ավելի ինտենսիվ են կրակում, շատ չենք ուզում ամեն անգամ այդ թեմային անդրադառնանք, կրկեր բորբոքենք, բայց ընդհանրապես անտեսելն էլ սխալ է, մարդիկ են գնում են, ուսումնասիրում են, մոնիտորինգ են անում, ինչքան էլ ուզում օդ կրակեն, ժամանակ առ ժամանակ նաև ուղիղ կրակում նշանառության, որ այսինքն հանգիստ չլինեք, իմացեք կա, եւ գիշերը լինի, ցերեկը լինի, նրանք բավական դուք պատկերացրեք մարդու վիճակը, որը ապրում է դրանից մի քանի մետր էսկում։ Այնպես որ այդ հարցում Ադրբեջանը անընդհատ էսի ամբողջ տարի մեզանից զիջումներ ակնկալելու։ Դրա համար մենք պետք է զգոն լինենք եւ տարանջատենք Հայաստան պետությունն է հյուրընկալում, թե Նիկոլ Փաշինյանը։ Եթե Նիկոլ Փաշինյանն է հյուրընկալում, ես սա լրիվ իր արժանիքն է, այդ արժանիքի համար ինքը պարտական է Ալիևին։ Ալիևը չհամաձայնվեց չէր լինելու։ Դրա համար եմ ասում, հանկարծ չոգևորվեն որոշ մարդիկ ներկայացնեն, թե ինչպիսի հաջողություններ երեք Լավրովի առաջ սողացող Հայաստանի իշխանությունը այսօր մի ժամուն դառավ եվրոպական արժեքների կրող, ամոթ է ուղղակի, բայց միջոցառումը միանշանակ շատ կարևոր է եւ պատկերացրեք այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որ Հայաստանում տարվելու է, կազմակերպական հսկայական աշխատանք, այդ պարագայում ինչքան կարևորված է լինելու Հայաստանը, բայց ուղղակի նորից եմ ասում, դա ծառայեցվելու է նախընտրական քարոզչության, իշխանության քարոզչությունն է տանելու Ալիևը այն կողմից, Մակրոնը այն կողմից, ել չեմ ասում մյուսները։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հունիսի 15-ից 17-ը կայցելի Կանադա մասնակցելու մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Սա այն մեծ յոթնյակն է, որ երեք Դոնալդ Տրամպը ասում էր, որ սխալ արեցինք, որ Ռուսաստանին դուրս թողեցինք, որի մասին երեք խոսեցինք, որ դա համախոհների համախումբ է, հավաքվում են, հարցեր են քննարկում աշխարհի, այնտեղ չի կարող ոչ համախոհ երկիր լինի։ Չես կարող մեկին մեղադրել, որ նա օկուպանտ է, հետո ասես եկեք միասին նստենք, քննարկենք այս աշխարհի ցավուդարդը, տեսնենք ինչ ենք անում։ Եվ պատահական չի, որ բացի դա անցնելը, արդեն մեծյոտնյակի երկրների ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում սպառնում են ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, այդ թվում խստացնելով պատժամիջոցները, եթե Մոսկվան չհամաձայնվի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Դե հիմա ուշադրություն դարձրեք, Դոնալդ Տրամպն ասում է, ինչի՞ չի Ռուսաստանն էլ միանում, բայց 7-ի մեջ նաև Ամերիկան է, հիմա դատապարտում եք Ռուսաստանին, պատժամիջոցներով սպառնում եք, ասում եք, որ դա անելու ենք, հիմա ասում եք Ռուսաստանը տեղել ինչ անի, Ռուսաստանն ինքը այս հայտարարությունը ընդուներ իր դեմ։ Նրանք դատապարտել են Ռուսաստանի շարունակական ագրեսիան եւ հայտարարել, որ ցանկացած կազմակերպություն, որը կաջակցի Ռուսաստանին հակամարտության ընթացքում, կբացառվի Ուկրաինայի վերականգնման պայմանագրերից։ Դե հասկանալի է, որ հետագայում Ուկրաինայի վերականգնման հետ կապված շատ լուրջ աշխատանքներ են տարվելու, հետեւողական այդ պարագայում բնական է նաեւ ուսումնասիրել են, թե ովքեր են դրան մասնակցելու։ Իսկ հիմա նայենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջնորդները հույս ունեն, որ Վատիկանը կներգրավի Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղության բանակցությունները։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Հռոմի Պապ Լեո 14-րդը հետաքրքրություն է ցուցաբերել այդ գաղափարի նկատմամբ,
Սակայն Ռուսաստանում ներկայում չեն ծրագրում, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնի Վատիկան կամ որևէ այլ վայր բանակցությունների համար։ Կրեմլն ակնկալում է, որ այդ բանակցությունները կվերսկսվեն Ստամբուլում։ Սա երեք էլ սրա մասին ասի, դեռ որ այսպես կատեգորիկ չէին ասել, որ ինչ իմաստ ունի, երբ որ Դոնալդ Տրամփը առանց Ռուսաստանի հետ ճշտելու արդեն եվրոպական առաջնորդներին ասում է, որ կանցնի Վատիկանում։ Դու դա ասում ես, նրանց ասում ես, Ռուսաստանը մերժում է։ Բա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքը այդ արժեքը ունի, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա տեսեք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ինչ է հայտարարել։ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Վոլոդիմիր Զելենսկու եւ նրա վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, սակայն դրա օրինականության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, երբ բանը հասնի կարգավորման փաստաթղթերի ստորագրմանը։ Եթե այսպես կոչված կառավարությունը Զելենսկու հույս ունի, որ ինչ որ կերպ պայմանավորվածություն ձեռք կբերվի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եւ այն ինչ կմնա Ուկրաինայից կապրի այն օրենքներով, որոնք նրան ընդունել են, պատրանք է, դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, ասել է Լավրովը։ Հիմա երկու հարցի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Առաջինը, որ Զելենսկին պետքա բանակցի, բայց Զելենսկին չի կարող ստորագրել, լեգիտիմ չի։ Ու լեգիտիմ չի նաև Ռադան, որովհետև միասին են ընտրությունները հետաձգել ռազմական դրության պատճառով։ Այսինքն ինչ է ստացվում, որևէ մեկին ով է լիազորելու, որ այդ մարդը գա փաստաթուղթ ստորագրելու, ինչ լիազորությամբ, եթե ընտրություն տեղի չի ունեցել։ Իսկ եթե ընտրության տեղի ունենալու պետք է սպասես դա ինչքան է տևելու, 1, բացի դրանից, եթե ընտրությունից հետո գա ինչ-որ իշխանություն, այդ իշխանությունը կարող է այդ բանակցությունը Զելենսկու վարած չընդունի։ Այսինքն դա նշանակում է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է բանակցությունները ձգձգի եւ մեղքը գցի Ուկրաինայի վրա։ Այ դու լեգիտիմ չես դրա համար։ Ոնց որ մենք տեսել ենք Ռուսաստանի օկուպանտ գործընկեր Ադրբեջանը, որ ամեն ինչ անում է, բանակցություններն ասում է, այո, ես պատրաստ եմ, խաղաղության նախաձեռնությունը իմն է, բայց այս բանը պահանջը պետք է անպայման Հայաստանը կատարի, որ չի կատարում, ուրեմն ինքը խաղաղություն չի ուզում։ Շարունակենք օդ կրակել կամ ուղիղ կրակել, շարունակենք պահանջատիրություն հանդես բերել, շարունակենք որտեղ հանդիպենք, ասենք Հայաստանի տարածքը մերն է, ադրբեջանցիները պետք է վերադառնան։ Դուք Ադրբեջանից խաղաղության գնացող տեսնում եք, այն նույնն է Ռուսաստանն է, ավելի հեշտ է, չէ՞ կողքից նայել, թե ուրիշ տեղում ինչ է կատարվում։ Այսինքն այդ երկու հարցը եւ մեկ էլ ինչ է ստացվում, որ ինքը գտնում է, որ խաղաղության պայմանագրից հետո այս վարչակազմը չի լինելու։ Այսինքն դու ինչ ես դնում։ Դու գնում ես խաղաղության, բայց ասում ես պետք է իշխանությունը փոխվի։ Այս ինչ խաղաղության պայմանագիր է։ Այդ պատահական չի, որ իրանք համառորեն պնդում են, որ լինի Ստամբուլում։ Ինչու համար լինի Ստամբուլում, որպեսզի ցույց տան, որ 2022 թվականին Ստամբուլում, երբ որ մարտից այդ բանակցությունները գնում էր, պատերազմից մի քանի օր հետո, այդ ժամանակ, երբ որ ընդհատվեց, ուզում է Պուտինը ցույց տա, որ այդ ընդհատվածն ենք շարունակում։ Բայց եթե դու ընդհատվածն ես շարունակում, Դոնալդ Տրամփ, բա ասում ես ես եկել եմ, ես եմ խաղաղություն բերում։ Մինչև ինձ կռվում էին, խաղաղություն չէին անում։ Եթե ինքը պարտադրում է, որ Ամերիկայի ասած ոչ մի ուրիշ տարբերակ չի ընդունում, պարտադիր դա պետք է լինի Ստամբուլում, այսինքն մենք շարունակում ենք այդ բանակցությունները, նա շարունակում է Բայդենի հետ պայմանավորվածության բանակցությունները, որը դադարեցվել է։ Բա որտեղ մնաց Տրամփը, որ եկել ասում է նախկինում սխալ է կարել։ Նա պնդելով Ստամբուլը, նա ասում է, որ իմացի մենք հինը շարունակելու ենք, 3 տարի կռվել ենք, 3 տարում որևէ շոշափելի հաջողություն չենք ունեցել, բայց արդյունքում նորից ուզում ենք այն պահանջները ներկայացնենք, որը 3 տարի առաջ ներկայացրել ենք։ Այսինքն այդ պահանջները այլևս ներկայացնում է ոչ թե Ուկրաինային, այլ այդ պահանջները ներկայացնում է Դոնալդ Տրամփին։ Հիմա ես ուղղակի մտածում եմ Դոնալդ Տրամփը թասիբի ընկնելու, էլ ինչ պետք է Ռուսաստանն ասի, որ ինքը ընկնի, էլի, էլ ինչ տեղի ունենա, էլ ինչ ասեն կնիկդ քեզանից լավ, կնկանդ քեզանից շատ ենք սիրում, ասեն քո ասած պայմանավորվածությունները չի լինելու, ասեն էս, էլ ինչ ասեն, լավ։ Ես ուզում եմ իմանամ, թասիբի կոճակը որտեղ է։ Այն իր սենակը, որ մի հատ կոճակ ուներ, սեղմում էր կոկա-կոլային բերում։ Թասիբի կոճակ կա, մի հատ սեղմի բերեն տան իրան։ Հիմա սրանից ավել էլ ինչ ասի։ Իսկ հիմա նայեք,
Սերգեյ Լավրովն էլ հիմնավորում է, իսկ եթե իսկապես Սերգեյ Լավրովի ասածը հիմնավորը, բա Դոնալդ Տրամփ դու ինչի՞ց էիր տենց միակողմանի որոշել, որ պիտի Վատիկանում լինի։ Կարող ենք շատ նորմալ համարենք Վատիկանում, բայց Ռուսաստանը հիմնավորում է, որ դա սխալ է։ Այսինքն ում է հիմնավորում, հոմես չի հիմնավորում։ Տրամփն էր, չէ՞ ասում, անցնելու է Վատիկանում։ Սերգեյ Լավրովն անիրատեսական է անվանել Վատիկանում ռուս եւ ուկրաինացի բանակցողների հանդիպումը։ Նա նշել է, թե Մոսկվայի ու Կիևի միջև Վատիկանում բանակցություններ անցկացնելը փոքր-ինչ ոչ էլեգանտ կլինի։ Կստացվի, որ ուղղափառ երկրները հարցերը քննարկեն կաթոլիկ հարթակում։ Ուզում եմ ասել, որ ձեր մտավոր կարողությունները չվատնեք անիրատեսական տարբերակներ մշակելու համար։ Այս է, ժողովուրդ ջան։ Այս ում է սա ասում։ Սա ասում է, հո մենք չէինք այդ տարբերակն առաջարկում։ Սա ասում է Դոնալդ Տրամփին, որը շատ հանգիստ կատեգորիկ ասեց, անցնելու է Վատիկանում։ Իսկ հիմա տեսնում ենք, եթե պայմանավորված չի, ինչ ես ասում, եթե ասում ես, ոնց են սենց հեշտությամբ մերժում քո ասածը։ Իսկ դա շատ կարևորելով Դոնալդ Տրամփը, որովհետև այդ պատերազմով որոշելու է նոր աշխարհակարգը։ Մենք ուզում ենք իմանանք Ամերիկան հարգում է իր դիրքերը, թե չէ, դա շատ կարևոր է մեզ համար։ Իսկ հիմա էլի թեժ կետեր կան, որը էլի ուշադրություն դարձնենք։ Մայիսի 23-ին Հռոմում տեղի կունենա ԱՄՆ-Իրան միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, եթե Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև միջուկային բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները պետք է գտնի պլան B, մինչ Իրանը կշարունակի իր ճանապարհը։ Համաձայնության ուղի գտնելը դժվար չէ։ Զրո միջուկային զենք, այսինքն Իրանն ասում է, ես միջուկային զենք չեմ ուզում։ Նշանակում է կա համաձայնություն։ Զրո ուրանի հարստացում, այսինքն եթե ասեն ուրանը չպետք է հարստացնես, նշանակում է համաձայնության չկա։ Որոշում կայացնելու ժամանակն է։ Իհարկե արդեն այս սկզբնական հաղորդագրությունները դա ձեզ ներկայացրեցի, որ ցույց տամ Աբբաս Արաղչին ինչով է գնում հանդիպման, հանդիպումը արդեն տեղի է ունեցել, բայց քանի որ նոր ինֆորմացիա չունենք արդյունքների մասին, ուղղակի դրան կանդրադառնանք, եթե արդեն կլինի, դա կարծում եմ կլինի վաղը, բայց նախապես ես ցույց տամ, որ Իրանը տրամադրված է այդ հարցում ոչ մի զիջումների։ Իսկ դա մեզ համար խնդիր է, որովհետև մշտապես խոսում ենք, եթե Իրանը չի զիջում, Ամերիկան ստիպված է ալնում ճնշում գործադրել, ինչ ռեակցիա կունենանք այդ դեպքում Ադրբեջան-Իրան, Ադրբեջան-Իսրայել, Ադրբեջան-Իսրայել-Ամերիկա։ Եվ այդ դեպքում եւ մենք հասկանանք Իրանը ինչով է մեզ աջակցելու, որ տենց ռիսկով ու կատեգորիկ ասում են դուք պրոբլեմ չունեք, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ձեր տարածքային ամբողջականությունն էլ հարգում ենք։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ ինքը խնդիրներ ունի, շարունակության մեջ կասենք նաև էլ ինչ խնդիրներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. «Մեր բանակցությունները Եվրամիության հետ որևէ արդյունք չեն տալիս։ Առաջարկում եմ ուղղակի 50% մաքսատուրք սահմանել Եվրամիությունից ներկրվող ապրանքների վրա, սկսած 2025 թվականի հունիսի 1-ից», գրել է Տրամփը։ Իհարկե, ես չգիտեմ, թե ինչ եղավ, որ այսպես են որոշել, այսպես է որոշել Դոնալդ Տրամփը, բայց ես ուղղակի համարում եմ, որ Դոնալդ Տրամփի քաղաքականությունը, նույնիսկ եթե դա համարենք տնտեսական քաղաքականություն, դա առևտուր է, գլոբալ քաղաքականության հետ չկապենք, Ամերիկան Եվրոպայի հետ դա մի կարգավիճակ է, Ամերիկա առանց Եվրոպա լրիվ ուրիշ կարգավիճակ է, Ամերիկա եւ Եվրոպա մրցակցություն դա խայտառակ կարգավիճակ է։ Աշխարհի հետ, եթե բոլոր երկրների հետ Ամերիկան ունենա ախպերություն, անգամ Անտարկտիդայի պինգվինների հետ, եթե ինքը Եվրոպայի հետ գործընկեր չի, Ամերիկայի կարգավիճակը լրիվ ուրիշ է, ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ ով է հուշել Դոնալդ Տրամփին, որ Եվրոպայի հետ նման առճակատումը բխում է իր շահերից, կատեգորիկ ձևով չի բխում։ Առավել ևս Եվրոպան դա այն ընտանիքն է, որ նույնիսկ եթե միասնական էլ չեն շատ հարցերում, որ հոժարական, սիրահոժար Ամերիկայի գերակայությունն ընդունել է, ասենց շատ հանգիստ ասել է, դե դու մեր մեծ աղբերն ես, մեր անվտանգությունն էլ քեզ ենք պատվիրակում, հանգիստ տես թևի տակ հանգիստ ապրում ենք, ոչ թե որ փողն են ափսուս է, ոչ թե որ մի բան, որ ինչպես տեսնում եք հիմա որ ուզենան այդ փողի հարցը կլուծեն, այլ իրանց համար շատ կոմֆորտ է եղել այդ գործընկերությունը, Եվրոպան եւ իրանց բարձր հովանու ներքո Միացյալ Նահանգների։ Այսինքն դա մոտարապես գիտեք ինչի հետ համեմատեմ, չնայած Եվրոպայի բնակչությունն ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգներինը, այս փոքր չի թևի տակ մտնելու, ոնց որ Հայաստանում սիրահոժար ընդունում են Ռուսաստանին։
լրիվ բնական ձևով սիրահոժար ընդունել են Ռուսաստանին։ Եվ Ռուսաստանը դրանից մտածել է, որ այլ ուր պետք է գնաս, որ ու ինքը այնպիսի քայլեր արել, որից հետո Հայաստանն ասել է լավ, ուրեմն ես ստիպված պետք է գտնեմ ուրիշ տարբերակներ։ Հետո Ռուսաստանն ասել է չեմ հասկանում, էս ուր է գնում։ Բա դու մեր գործընկերը չէիր, բա մենք իրար հետ լավ չէինք, հա լավ էինք, բայց դու անընդհատ մեր մոդիկ ելնելու ու այդ քեզ որպես մեծ եղբայր ընդունելը չարաշահեցիր։ Հիմա այդ օրինակը նայենք, որ այդ ամեն ինչը պարզ լինի։ Վաղը Եվրոպան իր համար տարբերակներ է ընտրելու։ Վաղը մտածել է ոնց գործընկերային հարաբերությունն է Չինաստանի հետ, մյուսի հետ, հազարով մի տարբերակ է գտնելու, որ իր խնդիրները լուծի։ Իսկ այդ պարագայում դա լինելու է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների վստահության հաշվին։ Կարծում եմ, որ դա կարճ ժամանակ հետո ուղղակի Դոնալդ Տրամփին խորհուրդ կտան, որ այդ ճանապարհով գնալը ճիշտ չի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի վարչակազմը արգելակել է Հարվարդի համալսարանին օտար երկրյա ուսանողների ընդունել, արգելել է ներողություն։ Համալսարանում արդեն իսկ սովորող օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն տեղափոխվել մեկ այլ համալսարան կամ լքել երկիրը։ Տրամփը վրդովմունք էր հայտնել, որ Հարվարդը մերժել է ուսանողների ընդունելության եւ աշխատանքի ընդունման վերահսկողությանը ենթարկվելու իր պահանջը։ Այն բանից հետո, երբ նա ասել էր, որ համալսարանը հակասեմուականության կենտրոն է, ներքին անվտանգության նախարարությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու բազմաթիվ հարցումներին ձեր կողմից հրաժարվելու եւ հրեա ուսանողների նկատմամբ թշնամական, Համասի նկատմամբ համակրանք խրախուսող եւ ռասիստական բազմազանության, հավասարության եւ ներառման քաղաքականություն պարտադրող համալսարանական միջավայր պահպանելու հետևանքով դուք կորցրել եք այդ արտոնությունը, գրել են ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Եվ մեկի շարունակությունը հայտարարության մեջ նաև ասում է, որ Հարվարդի դեմ ձեռնարկված քայլերը պետք է ծառայեն որպես նախազգուշացում երկրի բոլոր համալսարանների եւ ակադեմիական հաստատությունների համար։ Իհարկե սա ծանր հարված է Հարվարդի համալսարանին, բայց կարծում եմ ծանր հարված է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիայի հեղինակությանը։ Չմոռանանք, որ Հարվարդի համալսարանն ավելի հին է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների պետությունը, որը հիմնադրվել է, դրանից առաջ արդեն Հարվարդի համալսարանը կար։ Ու չմոռանանք, որ Հարվարդի համալսարանն ավարտող նաև ավարտած Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ կան, բացի այդ արտասահմանյան շատ հայտնի գործիչներ, որոնք ավարտել են այդ համալսարանը եւ տարբեր ուսումնասիրություններով, ես ամբողջ վերջի շրջանում, ինչպես որ կարելի է նայել, երբեք ինքը համաշխարհային վարկանիշով երրորդ հորիզոնականից չի։ Եվ այդ պարագայում այսպիսի հարված հասցնել ու ասել, որ սա ծառայելու է նաև մյուս բուհերին, այսինքն դուք պետք է լինեք կառավարելի, ուստի խնդիրը ամենևին նա չի, թե ինքը ճիշտ է ասում հակասեմական շարժման մեջ կամ Համասին օգնել եւ այլ, չեմ ուզում դրա մեջ խորանամ, չեմ հավատում, որ դա այդպիսի սուր բնույթ է կրում, եթե այսպիսի գլոբալ հարձակում լինի բուհերի վրա, դա ոչ թե օգնելու է հրեաներին, ընդհակառակը հակառակ ազդեցություն ունենալու հասարակության մեջ, եթե տեսնեն, որ Տրամփը այս իր թևերը փռելով հրեաների վրա ավելի վատ ծառայություն է իրանց մատուցելու։ Ոնց որ Իսրայելի գլխին օին բերեց փաստի առաջ կանգնացրեց, ոգևորեց, ասեց ես քու թիկունքին կանգնած եմ, այս սրա վրա հարցակվի, նրա վրա հարցակվի, հետո ինքը սկսեց ուրիշ բանակցություն վարել։ Սա չի նպաստելու, որտեվ հրեաների դեմ ինչ որ շարժումների դեմ պայքարել, որ այդ կարգի բաներ շատ երկրներում շատ ղեկավարներ մշտապես ասում են ու դրան ուշադրություն են դարձնում, դատապարտում են, դրա մասին չի խոսքը։ Աշխատանք տար, բայց աշխատանքը այսպիսի համալսարանի նկատմամբ այսպիսի սանկցիա արտասահմանյան ուսանողներ չպետք է լինեն, որը 25%-ից ավել թիվակազում ընդհանուր ուսանողական թվի մեջ, հասկանում եք, որ սա լրիվ հակառակ էֆեկտ է ունենալու եւ չի օգնելու ադմինիստրացիայի հեղինակությանը եւ չի օգնելու հրեաներին, որոնց ուղղակի ուրիշ ձևի են նայելու, որ ձեր պատճառով, որ դուք ինչ որ բաներ ստեղծեցիք, ով էր ձեզ ճնշում, առաջանալու է հակառակ էֆեկտ։ Կապրենք, կտեսնենք, ելի նորից կանդրադառնանք դրան։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սերբիան կանգնած է ռազմավարական աշխարհառազմավարական
ընտրության առջև, թե որտեղ է ուզում լինել։ Կալասն ասել է, Սերբիայի եվրոպական ապագան կախված է այն արժեքներից, որոնք նա կորոշի պաշտպանել։ Սերբիայի քաղաքական ղեկավարության հետ իմ քննարկումներից պարզ է դառնում, որ Եվրամիության անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ, սակայն ես ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է գործողություններ տեսնենք այդ խոսքերն ապացուցելու եւ աջակցելու համար։ Բարեփոխումներն այն են, թե ինչպես է Սերբիան առաջ շարժվելու Եվրամիության ճանապարհով, եզրափակել է Կալասը։ Իհարկե Սերբիան թեկնածու պետություն է դեռ 2012 թվականից, բանակցություններ վարվում են, առայժմ այդքան ակտիվ չէ։ Այս ընթացքում զգուշացրեցին Սերբիային, որ հանկարծ մայիսի 9-ի հավաքին չգնան մասնակցեն Պուտինի կողքը կանգնեն, բայց Ալեքսանդր Վուչիչը նախագահը ամեն ձևով իրան կոտորելով գնաց իրան քցեց այնտեղ եւ որից հետո հիմա Կայա Կալասը գնացել է ու ասի վերջնական որոշեք հայա չէ խաչը քաշենք դնենք մեկում Եվրոպայի սրտում գտնվող պետությունը որ սենց ինքնամոռաց Ռուսաստանի շահերն ատանում են դեպքում երբ որ Ռուսաստանի հետ իր շահերի պատճառով շատ է դուժել ընդཐུպ միջև նաեւ հրթիռակոծություններ ռմբակոծություններ բոլորը չանդրադառնանք դեռ 99 թվականի 75 օր որ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Բելգրադը բայց ուղիղ կապ չէր Ռուսաստանի հետ բայց Ռուսաստանը թևեր տվեց եւ որի պատճառով հետագայում որևէ ձևով չկարողացավ աջակցել ու այդ լրիվ ազգամիջյան կոնֆլիկտները լրիվ քանդեց այդ պետությունները մասերի բաժանեց ու այս պարագայում Սերբիան ունի շանս որպեսի եվրոպական ընտանիքի անդամ դառնա վերջնական որոշումը պետքա կայացնի Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է անցկացրել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ սա էլ նրա համար որ մարդիկ ուշադրություն դարձնեն որ Ադրբեջանը լավ էլ բոլոր ուղղություններով աշխատում է Եվրամիության հետ կապված ծրագրերն են ճշտում թե ինչպիսի գործընկեր են ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ հանդիպում են գործընկերության մասին են խոսում այսինքն որևէ պարագայում որևէ միլիմետր չեն դադարեցնում բոլոր ուղղություններով իրենց քայլերը անել եւ սա մենք պետք է ուսումնասիրենք որովհետեւ իմանանք որ Ադրբեջանը չի լռելու նա ամեն ինչ անելու է այդ կապերը բոլորն օգտագործի ավելին Հայաստանից փոկելու համար եւ դրա համար պետք է ուշադրությամբ հետեւել թե իրանք ինչեր են անում Եվ նաև նայում ենք, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պարտադիր պայման է խաղաղության խաչմերուկի համար։ Այսինքն այն որ խաղաղության խաչմերուկ ասածը ուղղակի Նիկոլ Փաշինյանը թևի տակ դրած գնում ումտենում ասում մենք խաղաղություն ենք ուզում արդեն ծաղրի առարկա է ասում են հա լավ է իհարկե խաղաղությունը լավ բան է իսկ ով պետք է ասի խաղաղությունը վատ բան է բայց կարողանում ես դրան հասնես թե չէ Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանից ասին, որ դա թղթի կտոր է, ինչ խաղաղություն առանց մեր այդ պայմանագիր կնքելու, նույնն էլ հիմա Լավրովն է հաստատում, որ մինչև Ադրբեջանի այդ պայմանագիր չկնքեց ինչ խաղաղություն։ Այնպես չի, որ մենք այդ ամեն ինչը չգիտեինք եւ չէինք ասում, թե այս ինչ խաղեր է, ոչինչ չտվող, բայց միևնույն ժամանակ ցավալի է, էլի, որ այդ նույն բանը մենք լսում ենք Ադրբեջանից կամ նույն բանը լսում ենք Լավրովից, որ գալիս է բացատրում, թե ինչ խաղաղության խաչմերուկ եք բոլորին ներկայացնում ոգևորված տեսեք ինչ լավ բաներ ենք մտածել այն դեպքում երբ որ գիտեք որ դա կախված է Ադրբեջանից էլի այդ էլի նկատի ունենանք իսկ հիմա մի հատ նայենք նաև մեզ այս թեմայով հետաքրքրում է Իրանի հետ կապված էլ մենակ այն չի իրանց կոնֆլիկտը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, Իրան եւ Ադրբեջան նայեք պետությունները Հնդկաստանի հետ լարվածության աճի ֆոնին դիվանագիտական կապերը ամրապնդելու եւ աջակցությունը ամրապնդելու նպատակով Շարիֆը կհանդիպի այս երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ շնորհակալություն հայտնելու Հնդկաստանի հետ շարունակվող դիմակայության ընթացքում նրանց աջակցության համար Այցի ընթացքում մանրամասը քննարկումներ կլինեն տարածաշրջանային անվտանգության, համաշխարհային քաղաքական կլիմայի եւ երկարաժամկետ համագործակցության ռազմավարությունների վերաբերյալ։ Ուշադրություն դարձնենք այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը դատապարտեցին Հնդկաստանին եւ աջակցություն հայտնեցին Պակիստանին այդ մասին խոսել ենք, բայց եւ Հնդկաստանից էլ անմիջապես
կապերը դադարեցրեցին, տնտեսական քաղաքական շփումներ եւ այլ, բայց դա չխոչընդոտեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեն Պակիստանին պաշտպանել։ Այսինքն, եթե իրանք մի հատ ռազմավարական ծրագիր ունեն իրանց գործընկերոջ հետ աշխատելու, կարող են մի կողմ դնել նաեւ այդ բիզնես շահերը, որը որ կարող է դրանից տուժի։ Դա նաեւ վերաբերում է մեզ, որ մտածում են, որ իրանց դեմ քայլ չեն անի։ Իրանց համար Պակիստանին աջակցելն ավելի կարևոր է, քան մի քանի հոգու բիզնեսը նրանց հետ, որտեղ համարում են, որ դա հենց իրանք ավելի մեծ դիվիդենդներ կստանան։ Բայց դուք ուշադրություն դարձրեք, Իրանի մասին է խոսքը։ Իրանին էլ է շնորհակալություն հայտնում, իդեպ աջակցության հույս ունի։ Իսկ Պակիստանի վարչապետը դա խորհրդարանական կառավարման համակարգ է այդ երկրում, այսինքն գործնականում հարց լուծողն է գալիս, էլի։ Գալիս է որ այդ երկրների հետ խոսա, թե ինձ ինչով կօգնեք, եթե Իրանի հետ ներողություն, Հնդկաստանի հետ նորից սրվի։ Սա այն Իրանն է, որը հիմա Ամերիկայի հետ առճակատման է գնում, սա այն Իրանն է, որ մեզ ասում է դու պրոբլեմ չունես, եւ սա այն Իրանն է, որ աջակցում է Պակիստանին ուղիղ ձևով այն աշճանի, որ Պակիստանի վարչապետը գալիս է, որ շնորհակալություն հայտնի հետագա ծրագրերը քննարկի նրանց հետ, եւ մեկ էլ մենք մտածում ենք, որ այդ Իրանը մեր անվտանգությունը երաշխավորել է։ Չգիտեմ որտեղից մեզ այդքան միամտություն, բայց ամեն դեպքում մենք դա ուսումնասիրենք։ Իդեպ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Հակոբ Արշակյանը ընդգծել է Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամուի եւ Քաշմիրի հարցում։ Իհարկե շատ լավ է, որ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը հանդիպում է դեսպանին եւ այդ հարցերը քննարկում է եւ ցույց է տալիս Հնդկաստանի նկատմամբ մեր վերաբերմունքը, բայց ի նկատի ունենանք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուղղակի դատապարտում էին Հնդկաստանին եւ իրանց աջակցությունը հայտնում Պակիստանին, իսկ այս պարագայում, ինչպես տեսնում եք, Պակիստանը նրանց աջակցության համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնում, բայց Հնդկաստանի համար մենք բացի այդ մի հատ էլ ենք sense հայտարարություն արել, շատ զգուշավոր, բացի դա ուրիշ ոչինչ չենք արել։ Այսինքն լավ կլինի, որ մենք իմանանք, որ այս կարգի բաները թեպետ օգտակար է, բայց նաև գործադիր իշխանության կողմից ավելի հստակ ասվի, որովհետև թեպետ մի անգամ արտգործնախարարն անդրադարձել է, բայց հաշվի առնելով այս ակտիվությունը, որ հիմա լինելու է հաջորդ շաբաթ գալը Պակիստանի վարչապետի, զուգահեռաբար պետք է, որ մենք դրան անդրադառնանք նաև գործադիր մակարդակով, ոչ թե միայն օրենսդիր մարմնի մակարդակով։ Հիմա ուղղակի մի փոքր այնուամենայնիվ նորից խոսենք առաջիկա ընտրությունների հետ կապված, ինչպես տեսնում եք, ամեն քայլ օգտագործվել է ընտրությունների հարցում եւ նաեւ պարտադիր ես որ խոսում եմ, որ մենք պետք է ունենանք այլընտրանք, որ այլընտրանք լինի թե այս իշխանությանը, թե նախկին իշխանություններին, եւ պետք է մենք ի նկատի ունենանք նաեւ մի կարեւոր հանգամանք։ Այսօր խորհրդարանում ներկայացված է 3 ուժ, մի հատ իշխանական 2 ընդդիմադիր եւ 3-ն էլ Ռուսաստանի հետ կռիվ են տալիս, թե ով ավելի ռուսական գիծ կտանի։ Ու պետք չի ասել, թե Հայաստանը Եվրոպա է գնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կատեգորիկ կերպով ասեց, մենք նման օրակարգ չունենք, մենք նման մտադրություն չունենք եւ նման բանակցություն չենք վարում։ Եթե դուք ուզում եք ինչ-որ մեկին խաբեք ինքներդ ձեզ, ուրիշ խաբվող դուք չեք գտնի։ Այսինքն այս պարագայում ինչ հաստատվում, նույնիսկ մենք խնդիր ունենք, վաղ աշխարհակաղակական հազարով մի իրավիճակի փոփոխության պարագայում մենք անգամ խորհրդանում ներկայացված ժողովրդի կողմից ընտրված մի հատ այլընտրանք էլ չունենք։ Լավ համարենք, ենթադրենք, այսօր Հայաստանը չի կարողանում Ռուսաստանի ճիրաններից ամբողջությամբ փոխվի, բայց չկարողանա գոնե քաղաքական ուժ ունենա, որ վաղը եթե իրավիճակ փոխվի, Հայաստանին որպես գործընկեր տեսնեն եւ Հայաստանի խորհրդանում տեսնեն քաղաքական ուժ, որ ասեն, այս մարդիկ մեր գործընկերն են, ոչ թե ոնց շուրգան նայեն, տեսնեն բոլորը ռուսական գծի վրա են։ Այս պարագայում դուք պատկերացնում եք Հայաստանի հետ կապված։ Ու պետք չի կարծել, որ իշխանությունները, որ ասում են մենք վարում ենք բալանսավորված քաղաքականություն։ Ահա դե Սերժ Սարգսյանն էլ էր վարում բալանսավորված, ուղղակի հայերեն էր ասում, հավասարակշռված էր ասում։ Ռոբերտ Քոչյանը կոմպլեմենտար քաղաքականություն էր վարում, Վարդան Օսկանի բերանով ասած կոմպլիմենտարը։ Հա, այսինքն այդ նորություն չի, էլի, դա բառը չի կարևոր որ ասես։ Գործնականում մենք տեսնում ենք, որ այդ բալանսավորված քաղաքականությունը չկա, եւ արդյունքում ստացվելու է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը պետք է որպես գործընկերն է, իսկ Փաշինյանն ինչ պետք է ասեն, տեսակ Եվրոպայի հետ ինչքան լավ ենք, տեսակ, բայց մեր թշնամիները հո միամիտ չեն, մեր թշնամիները դնում հատ հաշվառում են, չէ, պետք է ասեն իրանք են Եվրոպայի գործընկերը
եթե Ռուսաստանի էս քայլերը հլավ համարենք ենթադրենք Ռուսաստանը հաղթում է, այսինքն այս տարածաշրջանից չի գնում, ով որ իշխանության կգա, ժողովրդի ուժը չի բավարարի, արևմտամետ ուժերի բերի, պայմանականորեն եմ ասում։ Դայից ինչ որ բան չի փոխվի, չէ՞ որ այդ ուժը կարողանա ձևավորենք, որոնք որ հանրությանը ցույց տան, որ այս կարգին ներկայացված կառույց գոյություն ունի Հայաստանում, որովհետև sense խայտարակ վիճակ, որ 21 թվականի խորհրդարանում ոչ մի հատ մի հոգի չկար արևմտամետ, որ գոնե ելույթ ունենար, որովհետև եթե իշխանության մեջ լինեին արևմտամետներ, նրանք Նիկոլամետ են, ինչ արևմտամետ, Նիկոլ Փաշինյանը կասի արևմուտքից խոսեք, խոսեք, ասի չխոսեք, Ռուսաստանից խոսեք, Ռուսաստանից կխոսի։ Այսինքն ուզում եմ ասեմ, այս խայտարակ վիճակի հետ կապված, այո, միանշանակ պետք է մտածել, որ այդ այլընտրանքը մեր երկիրը պետք է ունենա։ Եթե այլընտրանքը ոչ միայն պետք է լինի, որ ոչ այս իշխանությանը, ոչ նախկիններին, այլ հստակ ընդգծված, որ Հայաստանի ապագան կապում են եվրոպական ինտեգրացիայի հետ։ Եվ դրա համար պետք է մենք այսօր ուշադրություն դարձնենք, էլի որ Նիկոլ Փաշինյանը նաև առիթը օգտագործեց, այդ դուք նենց ես չուզեցի դրան այն ժամանակ անդրադառնալ, սպասեցի դեպքերը զարգանան նոր։ Ինչ եղավ Նորքի վարչական շրջանի ղեկավարը, որ on-line դրեցին, բոլորի աչքի առաջին դրեցին, ծեծեցին ու հարցը նա չի, թե նա գործակալ էր, թե ինչ էր, թե էսկոմ, թե այնկոմ, խնդիրը դա չի։ Եթե գործակալ էր, ինչ գործ ուներ հենց այն համայնքում, այն վարչական շրջանում, որը ղեկավարում էր Հանրապետություն կուսակցությունը որպես կոալիցիոն, 14 համայնքից բոլորում չի, չեն իրանք վարչական շրջաներում։ Այսինքն եթե համարում եք սարկածորը իշխանության սարկածներ, ում վրա եք մանգալի թե ում սարկածներ, բայց այդ ամեն ինչը որ կատարվեց, ինչ տեղի ունեցավ, այդ ծեծ ու ջարդը որ ցույց տվեցին, այդ ծեծ ու ջարդի դեպքում պաշտպանեցին եվրոպամետ ուժերը պաշտպանեցին, շատ ճիշտ է արել, շատ լավ արել էսկոմ եկում, իսկ իշխանությունն ինչ արեց, իշխանությունը մի կողմ քաշվեց, ասեց Հանրապետություն կուսակցության քվոտայով է, իրանք կորոշեն։ Այդ դեպքում քվոտայի մեջ ազգանուն գրած չի, որը վատ է աշխատում, բռնեք գործից հանեք, այն մյուսին դրեք, այդ նույն կուսակցության քվոտա։ Չէ իրանք հատուկ գցեցին Հանրապետություն կուսակցության վրա, որից հետո իրանք ասին մենք գտնում ենք անընդունելի է, որից հետո նոր նա հրաժարական տվեց, բայց այդ ընթացքում մի հատ շանտաժ արին իշխանությանը, հանկարծ եթե դուք ստիպեք էս կանենք, այն կանենք, մի հատ էլ ցույց տվեցին ու չգտնվեց արևմտյան արժեք կրող որևէ մեկը, որը կամ դատապարտեր, ասե ժողովուրդ, էս ինչ եք անում։ Հասկացանք, այսինքն բոլորիդ համար, եթե ձեր գործընկերն անում, դուք նույնիսկ չնկատեցիք, թե ինչ վարպետորեն Նիկոլ Փաշինյանը ձեր գլխին սարքեց։ Այսինքն էլի նրան հանեցին, բայց հանեցին ցույց տալով էսա ձեր արևմտյան արժեքներ կրողները, եւ չգտնվեց մեկը, որ ասի ժողովուրդ ջան, բայց մենք իսկապես էս ինչ ենք անում։ Այսինքն անկախ նայած թե դիմացին նով է, դուք ինքնադատաստանը վարչական շենքում համարում եք նորմալ, ու դա հատուկ արվեց նրա համար, որ ցույց տան իրավիճակը։ Այս ձևով են իրանք ընտրության գնում։ Վաղն էլ կանգնելու են հենց մի բանից խոսան, ասեն դուք չեք, էս չեք դուք ժողովուրդ ջան։ Բայց ձերներդ ինչի դուք չէիք գալի։ Ընդհակառակը արդարացնում էին այդ ծեծ ու ջարդը։ Իսկ փաստորեն ստացվեց մեղադրողը իշխանություններ, ուղղակի ինքը քայլ չէր անում, սպասում էր, որ որոշումը կայացնի կուսակցությունը։ Այն կուսակցությունը, որ արևմտյան արժեքներից է խոսում, որը ասում է, որ բա մենք Երևանում միացանք իշխանությանը, որպեսզի նախկինները չգան։ Կարող էր չմիանալ, նախկիններն չգային, թողելներ նոր ընտրություններ։ Հեչ պարտադիր չէր նախկիններին միանալ։ Դա դուք հաստատ գիտեք, որ դա հատուկ նպատակային սարքվեց իշխանության կողմից։ Եթե այսքանից հետո էլի չեք հասկացել, շարունակում եք ուղղակի կամ ուղղակի համագործակցեք, դրանով վտանգում եք նաև առաջիկա ընտրությունների հետ կապված, որ արևմտյան արժեքների հետ կապված մարդիկ որոշեն թիմ ստեղծեն, հաստատ չեն մտածի, որ այդ թիմը անեն այդ մարդկանց հետ, որովհետև դա այլևս ակնհայտ է իրանց վերաբերմունքը հասարակությանը իշխանությունը ցույց տվեց։ Հա ցանկացած իշխանության հետ լավ լնեք, փայ մտնեք, որ արևմտյան արժեքների օրենքով միասին ենք արել, բայց իշխանությունն էլ դրանից հանգիստ հրաժարվեց, ասեց մենք նման օրակարգ չունենք։ Ես ինչի եմ ասում, որ այս ամեն ինչի հետ կապված մենք պետք է ուշադրություն դարձնենք ու ցանկացած քայլ, որ կատարվում է, արտաքին քաղաքական կողմնորոշումը կուսակցության կամ քաղաքական ուժի ընդամենը մի բաղադրիչ է։ Հասկացանք այսօր աշխարհը լարված է, արտաքին քաղաքական կողմնորոշումը շատ կարևոր է, բայց դա միակը չի։ Մարդիկ պետք է հասկանան ցանկացած ուժ ինքը ինչ է պատկերացնում այս կամ այն հարցի հետ կապված, ինչ մոտեցում ինքը ունի։ Եվ նույնիսկ այս պարագայում չկա տենց հարց, որը պետք է ուշադրությունից դուրս լինի։
եւ բնական է որ նաեւ կուզենամ մի հարցի վրա էլ անդրադառնամ երբ որ տեսնում եք падգամավորը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս որ այնպես անենք բանակում չծառայելու համար մարդիկ գումար վճարեն մի ամիս ծառայեն եւ դրանով ազատվեն իհարկե ինչի՞ց է ծագում դա այդ պատճառը որ Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանեց որ ոնց որ առաջ փողով բանակից ազատվում էին առողջական խնդիրների պատճառով նույն ձևի շարունակվում է երեխաներին տանում են երկրից որպես այսինքն 7 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել ոչ կարողացան պատժեն ոչ էլ կարողացան հասնեն նրան որ հայոց բանակում ծառայելը պատիվ լիներ աշխարհի ցանկացած զարգացած երկրում պատիվը համարվեց սկսած միապետից մինչև առաջի դեմքերի երեխաները որ գնան ծառայեն բանակում հպարտությամբ իրանք ասել են Winston Leonard Spencer Churchill-ը ինչ գործ ուներ պատերազմական իրավիճակում նա որ ասում էին ծնվել է արծաթե քթալը բերանին որովհետև իր հայրը Randolph Churchill-ն էր 7-րդ դուքս Մալբորոյի տղաներիքն էր Մալբորոյի թոռը մյուս կողմից էլ Ջենի Ջերոմը իր մայրը ամերիկացի խոշոր ձեռնարկատիրոջ զավակ էր կին աղջիկներ այսինքն իր պապը ամերիկացի խոշոր ձեռնարկատ էր այդ պարագայում ինքը ինչ խնդրեմ ուներ փող չուներ որ բանակից ազատվեր բայց նա գնաց եւ մասնակցեց եւ Հնդկաստանի հետ կապված հարցեր եւ Աֆրիկա գնաց երկրորդ անգլո-բուրական պատերազմին մասնակցեց որի պարագայում նաեւ որպես զինվորական թղթակից անգամ գերի ընկավ եւ իր ամբողջ հերոսական կենսագրությունը հիմքը դրվեց այն բարոյական խնդրով որ ինքը գնացել է կյանքը զոհաբերելով կյանքը վտանգելով գնացել է պատերազմական գործողություն եւ դա դարձավ իր կարիերայի հիմքը չէր գնացել ձևականորեն նկարվել որովհետեւ իսկապես կարողա տային սպանեին իրական գնացել էր կյանքը վտանգել էր հպարտությամբ այսինքն հեղափոխական եթե դա կարելի է հեղափոխական իշխանություն ասել 7 տարվա մեջ հասակ նրան որ ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվի ոչ հիմա ստիպված ուղիներ եք որոնում բա ոնց անենք որ դրսի գնացածները գան բոնը փող մուծեն մնան կամ էլ թե չէ ներսում փող մուծեն եւ ազատվեն այսինքն դա նշանակում է հետևանքի դեմ հարցը լուծել ոչ թե պատճառը կարողանալ գտնել միևնույնն է չկարողացաք հասնել նրան որ կամ պատժեք նրանք որոնք ազատում էին բանակից ոնց պատժեք հիմնականում ձերոնք են թե ազատողները թե ազատվողները ոչ էլ կարողանաք մթնոլորտ ստեղծեք որ փառք ու պատիվ լինի հայոց բանակում ծառայելը դրա համար թող մուծի եւ գնա իսկ падգամավորները կանան շատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան որը գործադիրը չընդունի առավել եւս գործադիրը այսօր ինչ ցույց տվեց падգամավորը ներկայացնում ասում մի ամիս ծառայելու համար 20 միլիոն դրամ կտան ու մնացածը չեն ծառայի իշխանությունները գործադիրը ասեց չէ դարձնենք 24 այսինքն ուզեցավ ցույց տա որ սա ոչ թե միայն падգամավորի օրենսդրական նախաձեռնությունն է սա բխում է մեր շահերից ընդհակառակը մենք ավելին ենք առաջարկում եւ ինչ ենք դա անում եթե մենք խոսքը վերաբերվի ուզում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենանք մտածենք փողը որտեղից ճարենք միանշանակ նորմալ է կարելի է դրա ուղղությամբ մտածել բայց դուք պրոֆեսիոնալ բանակի հարց եք լուծում չէ եթե մարդը ասում ես 24 ամսվա ծառայելու համար լավ մի ամիս պակաս 24 միլիոն դրամ պետք է մուծի ամիսը մոտարապես 1 միլիոն դրամ մի բան է լավ էլ եթե մեկը գա իր տեղը մեկին տանի ասի խնդրում եմ այս մեկին բերել եմ լավ ծառայած տեղը տեղին նես մարզված էլ մարդա միջել տարիքը որ մեծ լինի 30 տարեկանն ավելի լավ է որ ծառայի քան 18 տարեկանը պատրաստ ես 1 միլիոն դրամ նրան վճարես որ նա չգնա համարժեք է դու այդ փողը տալու ես նրան այդ փողը պետք է մի բանի հետ համարժեք լինի թե չէ եթե ուզում ես ունենաս պրոֆեսիոնալ բանակ իսկ դու շարքային ծառայողին որին տանելու ես այդքան գումար ես տալու բանից մի հատ ոչ դա ավելի շատ ծառայելու է նրա համար որ գնացուցակը կպցնեն զինկոմիսարիատի պատին ասեն եթե ուզում ես ազատվի $60,000 ավել է դե ուրեմն մի քիչ պակաս դուրից բանակով ազատենք եթե դուք չեք կարողանամ հիմա առողջապահական ձևով ազատելու հարցը լուծեք վաղն էլ չեք կարողանալու ուղղակի կաշառքի թիվը օրինական ձևով բարձրանալու է սա է խնդրեմը որ նույնիսկ ստիպված հետևանքի դեմ պայքարելու դիմաց իշխանությունները սա նորից ծառայացնելու են նրան նորից բանակից ազատվեն կաշառքի թիվն էլ բարձրացնեն այս է ցավալին դե ինչ այսօր այսքանը եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին սեղմ մեկ զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ գրեք հարցեր դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն